Շատերը շատ են հարցնում, ինչպես եմ կարողացել ինհարել եւ ինչպես եմ կարողանում պահպանել իմ կազմվածքը։ Ասեմ, որ ես շատ աշխատում եմ իմ սննդի վրա, ինձ համար շատ դժվար է, բայց փորձում եմ։ Հիմնականում փորձում եմ ուժամերիչ ուտել, եթե ուտում եմ աղցան, այսինքն ամառային աղցան կմտել։ Հիմնականում ուտում եմ աղցան։ Հաց ընդհանրապես չեմ օգտագործում, եթե ուտում եմ սերմերով հաց։ Շատ քիչ կալորիա է պապում իր մեջ։ Երեկոյան ժամերին աշխատում եմ մի քանի գթալ մածուն ուտել։ Ուղղակի որ քնի համար շատ լավ համ է։ Մի դեպի մի հատ բերանս մաքրեմ։ Այսօր օրինակ խաչապուրի էի թխել, շատ ահավոր է ստացվել, բայց ինչ անեմ ասի։ Ասացի մի քիչ կարելի է մածունի հետ ուտել։ Մի խոսքով մեկ էլ ամենակարևորը ես գազավորված ըմպելիքներ հանել եմ, շատ կարևոր է, գազավորված ըմպելիք չեմ խմում, սովորական ջուր։ Մի խոսքով էս կանեմ, ես մազիդը, ստեցու։ Որ հեռ ականջակալները դնում ես ականջներիդ, երաշտությունից միացնում, ես բար պետք է ասեմ, դու գուշակ ես։ 3 հատ բար դու ես գուշակելու, 3 հատ ես եմ գուշակելու, ով գրվեց, պետք է անի այն ինչ որ ասենք հիմա այս аэроպորտում։ Հիմա ես պետք է խայտարակել Չիկագոյի կենտրոնում։ Լավ է դե, եթե ես գրում եմ, այստեղ մի բան ես անում, մի բան կասեմ ինչ բան ես։ Եթե դու ես եմ գրվում, մի խոսքով։ Չես լսում հիմա ինձ։ Բայց իպարդում ես բերանտի չեմ ասում քեզ։ Չեմ լսում։ Okay, դե ասա, ինչ եմ ասում։ Հա, մազակալ։ Նորից ասա։ Մազակալ։ Կսակվել։ Չէ։ Մեկ չգուշակեցի։ Ռեյտուս։ Կատյուշա։ Չկատյուշա։ Ընդում ես։ Չէ։ Լոշտակ։ Գիժա։ Ահա։ Բայց վերջինը չէ։ Ո՞վ է գիժ։ Ինչ գիժ։ Ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում։ Անդրավարտիկ։ Անդրավարտիկ։ Բրավո, այո։ Դե ջոգեցի։ Ինչի՞ ջոգեցի։ Անդրավարտիկ անդրավարտիկն է որտեղ։ Լավ է։ Հիմա չես լսում։ Ես։ Ապես գորու։ Հիմա նայ ինձ, նայ։ Ինձ նայ։ Կարապետ։ 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 Մի երկրորդը։ Կապե։ Ժավել։ Կապե։ Կաֆե։ Երրորդը, հա։ Սպագետի։ Իսպանացի։ Սպագետի։ Սպագետի։ Հա, պրես։ Ես կալվար դու ապե։ Հա։ Հիմա քանի որ ես հաղթել եմ, ուզում եմ որ այստեղ այս բանը, այս аэроպորտի մեջ կանգնես գորաս Lilith I love you։ Սաղ լսեն, այ ես եք նկարել։ Վե։ Հա։ Ոնա մամուտ ասեք այն։ Ամոթ հաղ քո կնանաս։ Որը դե չի կան։ Դերվել ես ապե դերերի կրված։ Հա, բայց դες բանը չեք որոշել որ դի անեք, Բա ինչ անես։ նո։ Ոնց, խի ամաչնես։ Չեմ ամաչմազի։ Պրոստը դες բանը պետք է չասեն։ Դե ասա ինչ։ Չէ, հիմա ես բանասում։ Okay, կարաս ասես բանը չէ, դե կամ էլ բանը մի քառատող երկի թաթուլի երկերից։ Ես դե կայնեմ երկե։ Կաստիններով արա։ Թաթուլի երկերից որը սիրում ես, մի քառատող ըստե կանգնի երկե խնդրում եմ։ Արի։ Դուր կաստիլես։ Բայց նորմալ բարձր ձայնով կերքես։ Թաթուլ Ավոյան կատարում է Արկադի Վարդանյանը։ Երկաթանկից դեզինավիրվում։ Խնդրում մի րոպե հա, ասի, միացնում ես аэроպորտի։ Դե պետք է կայնեմ երկե։ Հա, մի բան։ Ես քո հետ չեմ, կան ես մի քիչ հեռու գնամ, յանի ես քո հետ չեմ։ Ես քո հետ չեմ, ես մի քիչ հեռու գնամ, իբր ես չգիտեմ ով այնքը։ Կամենա վիճանը։ Ապերներան կուլա ուշարվեցի գլխից վրա։ Հետությունես արին մոտ շատակուրե այս արավը։ Որո բրավո ջան։ Բայց մի հոգի ծափ չտա, բայց ես ինչ մարդ եք դու։ Կրվենեմ մտի տամ, ինչ անեմ։ Երեք որ այդ Արկադի ոդքի պատմությունն եմ տեղադրել էջս, որ կոտրվել է, ինքան մտերիմ մարդիկ են ինձ գրել, վայ, այս ինչ ա եղել, բախի չես զանգել ասես, նենց հետաքրքիր է, ուզում եմ հարց տամ էլի, որ մարդու հետ մի հատ անհաջողություն ա լինում,
Ով ա ում զանգում տեղյակ պահում։ Հարց։ Որ մի բան այն չի լինում, որ մեկն է մեկին զանգում, ասում գիտես, էսի բանը, սենց բան եղավ։ Այդ լինում այն դեպքում, երբ որ մարդիկ իրար հետ մտերիմ են, այդ մտերիմությունը պահում են, անկախ իրանց զբաղվածության աստիճանից, ու ինֆորմացված են ելում իր մտերիմ մարդուց։ Օրինակ, ես ինչքան էլ զբաղված եմ, մարդ ունեմ, ես իրանից միշտ ինֆորմացված եմ։ Հիմա կյանքը շատ է փոխվել, ամեն մարդ իր զբաղվածությունն ունի, իր խնդիրներն ունի, ես դա շատ լավ հասկանում եմ, որովհետեւ մեկին ոչ մի բանում չես կարող պարտադրել, ամեն մարդ ինքը իրան թողում ես ինքի իր հարմարությանը նայի, բայց օրինակի համար եթե ես տեսնում եմ այդ կողմից չկա ինձ կապ, ես ինքս երբեք այդ կապը չեմ ստեղծի, անընդհատ, այնպես որ ամեն ինչ փոխադարձ է։ Լավ, շատ մտերիմ լինելու դեպքում ինֆորմացված կլինեք, եթե տեղյակ չեք, ուրեմն ձեր մեջ փնտրեք։ Այդ ով ասել, որ դուք պետք է ինչ-որ շատ զբաղված լինեք, շատ գործարար, գործունյա լինեք, մենք էլ ստեղ պարապ մուկ էինք բանանում տենց պարապացնում, մուկ էինք պարապացնում բոլորովին ինչ-որ բան չկա, տենց ամբիցիաներ, բան տենց, ռադիբոկը, ես շատ թեթև ապրող մարդ եմ, ում ոնց հարմար է, ինձ տենց հարմար է, ես վաբշե ինչ-որ պարտադրելու բան եմ, որ չէ էլի, ամբիցիաներ չունեմ, էսի սենց էնին, ամեն մարդ հիմա իր կյանքն ունի, իր խնդիրներին է նայում, բայց այդ բանն է էլի ներվայնացնում, ոյ ես բոխի չէ զանգե, ոյ ես երբա, ոյ բան, ասենք excuse me, երկու շաբաթ է համարյա ստորի չեմ արել, ինձ շատ մտերիմ մարդիկ, բայց չեք հարցնում, այս աղջիկը ուր է, դի գիտեք ինչից է, որտև ինստագրամով եք դուք բավարարված ձեզ զգում, ինստագրամով, ստորիներով, էլի, մարդկային հարաբերությունները ուր է հասել, չէ, ասում են բանը, որ մեկ հարց է լինում, ասում ես, բա ուր ես, չկաս, բան չես, ասում է, դե մենք քեզ տենում ենք ստորիով, երկու շաբաթ էլ չտեսակ, ինչ փոխվեց, զանգեցիք, հարցրեցիք, չէ, բայց ես նես չի, որ նեղվել եմ, ինձ համար մեկ է, ես մարդկանց հետ վարվում եմ նենց, ոնց որ իրանք ինձ հետ են վարվում, դաժե մի քիչ ավելի բարի, էլ եմ ասում, ամբիցիաներ չկա ընդհանրապես, ես ուր ամբիցիան ուր, լավ է, ամեն ինչ լավ է, ամենակարևորը առողջ լինեք, մտերիմ, հեռու, բարեկամ, ընկեր, քուր, աղբեր, չէ, ունեմ մտերիմ, որ գժվում եմ իր համար, առանց իրա չեմ կարա ես, կսպանեմ, Ամերիկայում անդավաճան մտերիմ ունենալը դա ամենամեծ ձեռքբերումն է։ Այդ նույնն է, որ Բևերլի Հիլզում ունենաս 12 միլիոնանոց տուն։ Կամ բան, շատ լուրջ բիզնես, մինչև խոր ծերություն, որ քեզ 7 պորտով կպահի։ Սխալ համեմատություն եմ անում երևի։ Չէ, դի անգինա։ Չէ, Ամերիկայում ունենալ լավ մտերմություն են, իսկական, դի անգինա։ Ինչ 12 միլիոնանոց տուն։ Էդ ումա պետք է սուր կա վաղը չկա, չես իմանա ինչ կլինի։ Չէ, ես ունեմ մի հոգի մտերիմ ստեղ, որ ես մի վարկյան իրանից ինֆորմացիա չունենամ, կսպանեմ։ Էդ իմ ժանետս է, իմ խրուստալը։ Ըմպես որ ժողովուրդ ջան, սաղ սուտ է, առողջ ելնեք, անփորձանք ելնեք,
Ով կզանգի, չի զանգի, այ մարդ։ Հիմա մարդիկ իրար այնքան են, մարդ այնքան գեր լարված ու ծանրաբեռնված է, աշխարհը այնքան է փոխվել, որ ամեն մարդ իր կյանքին է նայում իր գործին։ Խաչա ես նենց կուզենայի տենց դառնայի։ Նենց կուզենայի ուրիշի խնդիրներով սկսեի չապրել, հոգսերով չապրեի։ Չեմ կարում պրոստետի։ Չգիտեմ ոնց ինձ փոխեմ լուրջ։ Դաժե եթե այդ մարդը իր համար տունը նստած է, ես նստում մտածում եմ, որ այդ մարդու էսի, որ սենց անի լավ կլինի, կանի հլի մի հատ բանան։ Խնդրում ինչ ասո կնա երեխեքի տեր կանի վա։ Հազար ներողություն էլի։ Մոտ կասեք էս ինչ անշանակում։ Ինչ պետք է լինի։ Էսի լավա, լավ պահա թե ասենք էսի ինչա։ Ասма как хорошо, что коровы не летают։ Էսի անելու բանա։ Էս ինչ վատ վիճակ ա եղել քո մոտ, ծիտ ջան։ Ավտոս 2 օր առաջ էի լավ լվացել։ Ասենք էս ինչ ես արել դու։ Էս ինչ վատ վիճակում ա եղել քո փորը։ Խնդրում եմ, ինչի համար։ Ուժս։ Ինստագրամի հետ էլ չգիտեմ ինչա կատարվում, մոտ 2000 մարդ անֆոլո է եղել, բայց այդ երևի ինստագրամն է ուղղակի ինչ-որ ուբոր կա անում, էջերը, այնպես որ շոտ վատ վիճակ է ինստագրամում ու ձեզ կխնդրեմ գնաք մի հատ վերջին իմ արած պոստը, ստորին, լայք անեք, կոմենտ գրեք, որ էջս ակտիվանա, ահա որ վատ վիճակում է։ Ես դե 2 շաբաթ որ պասիվ եմ եղել, էդ էլ է ազդում, շատ վատ վիճակ է ինստագրամի վիճակը։ Կջնջվի ինստագրամս կմնաք առանց լիլու։ Նենց արեք, որ չջնջվի իմ էջը։ Լավ որ բոլորիդ։ Ես էլ էլի ես բանը հոգեկանի մայկով ման եմ գալի։ Այս գծերից ոնց եմ ներվայնանում, ուժս։